Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVKM-ը տեսակապի միջոցով կզրուցի Բուլղարիայի Վառնա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Բարև ձեզ Տեր Արմեն։ Բարև ձեզ, հազար բարի։ Շնորհակալություն, որ համաձայնվեցիք զրուցել մեզ հետ։ Խնդրում եմ, ինչպես միշտ գազում եւ պատրաստ Միչայելոց շնորհավորեմ ծննդյան արդի, շնորհավորեմ ձեզ եւ ձեր ունընթիրները, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Մաղթում եմ, որ այս ծնունդը նոր վերածնունդ լինի մեր հայ ազգին, մեր հայ ժողովրդին եւ մեր հայ եկեղեցու, դա ամենակարևորն է, որի մասին մենք ամիսներ ենք խոսում, դա Աստված, որ այդ մեր երազն էլ իրականանա եւ մեր եկեղեցին վերածնվի։ Օրես վարչապետը հանդիպեց եպիսկոպոսների հետ, այնուհետև հայտարարվեց Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին, հրապարակվեց ճանապարհային քարտեզ, ինչպես նաեւ հայտարարվեց համակարգող խորհրդի մասին։ Ես կխնդրեմ անդրադառնալ հայտարարության կետերին։ Այսինքն այդ ճանապարհային քարտեզը կամ նախ սկսենք այդ հանդիպումից, որ դեղի ունեցավ 10 եպիսկոպոսների հետ, անշուշտ այս անգամ 8 էին, բայց առաջին օրը մենք տեսանք, որ վարչապետը հանդիպեց այդ 10 եպիսկոպոսներին կամ 9 եպիսկոպոսներին, որոնցից մեկը Ամերիկայում է բացակայել։ Այնտեղ արդեն ես կարծում եմ այդ մեկնարկը դրվեց, բայց պաշտոնապես չհայտարարվեց, որովհետև մենք հիշում ենք 6 ամիս առաջ, որ վարչապետը սկսեց այս նախաձեռնությունը վեհարանը վեհին, արդեն ինքը խոսում էր այդ հանձնախումբի մասին եւ պատրաստվում էր, որ այդ հանձնախումբը ձևավորվի, ինքը մի քանի հանդիպումներ ունեցավ աշխարհականների հետ, որոշ հոգեվորականների հետ, անշուշտ այս բոլորը նախքան այս 10 եպիսկոպոսի հայտնվելը եւ այդ ուղղակի այդ ստորագրությունը այդ նամակին պաշտոնական մեկնարկն էր։ Այսինքն կարող ենք ասել մինչև այսօր այդ նախաձեռնությունը բարձրապես օդի մեջ խոսակցություն էր, առաջարկություններ էին, մտքերի փոխանակումներ էին, բայց այս անգամ որ ստորագրվեց այս նախաձեռնությունը, արդեն անցանք մենք պաշտոնական փուլը։ Ուրեմն նախաձեռնող մարմինը կա, որոնք 10 եպիսկոպոսներն են եւ անշուշտ նաեւ վարչապետը նրանց հետ միասին մեկնարկեց, այսինքն մենք այսօր անցանք պաշտոնական փուլը եւ հերթականությունը, ինչպես որ նշված էր այդ նախաձեռնության համաձայնագրի մեջ, պիտի ուրեմն անդամակրվեն այլ հոգեվորականներ, որոնք պիտի դիմեն այդ հանձնախումբի անդամներին եւ ինչպես նշված էր, որ հանձնախումբը, այսինքն այդ 10 եպիսկոպոսները եւ վարչապետը միացայնությամբ պետք է ընդունեն որևէ մեկ թիմում, որ կատարվում է միանալու այդ հանձնախումբին, որովհետև մենք գիտենք մայրաթորի գործելավոճը, այսինքն շատ հեշտ է իրենց համար ուղարկեն ինչ-որ մեկը, որբեսի ներսը մարդ ունենան եւ ասեն, որ սա միանում է, որբեսի այդ ներքին համաձայնությունները կամ այդ գործելագերբը դանեն եւ փոխանցեն, այսինքն KGB-ական համակարգը պիտի գործե, որբեսի իրենք ամեն ինչ իմանան եւ հավանաբար այդ մտավախությունը ունենալով է, որ 10 եպիսկոպոսները եւ վարչապետը համաձայնեցին, որ միացայնությամբ պետք է ընդունվի որևէ մեկ դիկտատորի առաջարկությունը միանալու այս հանձնախումբին։ Եվ անմիջապես հայտարարությունից հետո տեղեկացանք, որ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ 10 սրբազանների կողմից կազմված այդ համակարգող խորհրդի ստեղծումը եւ հայտարարել է, որ միանում է նրանց ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։ Այլ միացողների եւս կլինեն ըստ ձեզ։ Այո, սա շատ ուրախալի էր, այսինքն մի քիչ հույս ներշնչեց, որովհետեւ մենք հասել էինք այնտեղ, որ այլևս մտածում էինք, որ այս մեր հոգեվորականները, այսինքն դրամապանություն չունեն, չեն կարողանում դրամապանել, որ բանից արդեն անցել է։ Գդրիչի գործը այնտեղ վերջացած է։ Ինքը գնալու է եւ իր գնալը անխուսափելի է։ Այսինքն ես զարմանում եմ, որ ոնց այսօր մեր հոգեվորականները թեկուզ ոչ եւ բարձրաստիճան, որովհետեւ այդ եպիսկոպոսները, որ մնացել են Գդրիչի հետ, դե նրանք ես կարծում եմ, որ շատ դժվար, որ իրենք կարողանան բողվել Գդրիչից եւ միանալ այս շարժմանը, բայց խոսք օրինակի համար այնտեղ կորձող, մայրաթորում կորձող այդ միապանները, որոնց մեջ վարդապետ կա, ծայրագույն վարդապետ կա, թեկուզ ապեղաներ, այսինքն կարող են դրամապանել, որ հարցը վերջացած է եւ իրենք պետք է կողմնորոշվեն, բայց գիտես թե ինչու արդյոք չեն հավատում
որ մի օր գդրիչից գազադակրվեն։ Եվ հայր գուսանի այս իր միանալը այս շարժմանը եւ ողջունել այս նախաձեռնությունը, սա ոնց որ մի ձևով սառույցը հալվեց, եւ ես կարծում եմ, որ թուր պետք է բանա դակավին մի քանի հոգեվորականներու, որոնք դադամսում են միանալ, որովհետեւ վստահ չեն, որ կարողանալու ենք գդրիչը դուրս շբրդել մայրաթորից։ Բայց հետո ուշ պիտի լինի, ես մի քանիսի հետ գաբի մեջ մտա, մի քանի եպիսկոպոսի, մի քանի հոգեվորականի հետ, որովհետեւ եղբայրապարյանց դելատրեմ, որ ժողովուրդ հիմա է արիցը։ Գոնե այս համացայնակրից հետո դուք պետք է բարձրացնեք, առնվազն ասեք, որ մենք համացայն ենք այդ համացայնակրի բովանդակությանը, բայց չեն անում, որովհետև կարծում են, որ գդրիչը հավերժական պիտի մնա եւ գդրիչը անսասանելի է իր դերից, բայց շատ է սխալվում։ Այո, հայր գուսանի կատարած գայլը շատ ողջունելի է, անշուշտ է ինքը իր անունով այդ ասենք համացայնությունը դվեց, ողջունեց եւ ոչ թե թեմական խորհրդի անունով։ Ես շատ պիտի ուրախանայի, եթե հայր գուսանը ինչպես Բուլղարիայի թեմը, որ Ձեր միջոցով մենք նաև բացահայտեցինք եւ տարածեցինք, հայր գուսանը լավ պիտի լար, որ համոզեր նաև թեմական խորհուրդը Զվիցերիո, որովհետեւ իրենք աջակցեն եւ զորակցեն, չմոռանանք, որ Զվիցերիո թեմական խորհուրդը նաև մեծ խնդիրներ ունեցավ գդրիչի հետ։ Դարիներ շարունակ իրենք մնացին առանց հոգեվորականի։ Դարիներ շարունակ բادرազմեցին գդրիչի թեմ, որբեսի չընդունեն այդ համացայնակ կանոնակիր կանոնատրությունը, որում միջոցով գդրիչը ցերկ պիտի դներ այդ ամբողջ գալվածների վրա եւ ի վերջո իրենք միտեղ հասան, որ ստիպվեցին այդ կանոնատրությունը ստորագրել եւ ընդունել գդրիչի հովանավորությունը իրենց բոլոր գալվածներուն։ Քոնե հիմա բահներ, որ այդ թեմական խորհուրդը նաեւ բարձրացայներ եւ միանար իր հովիվին եւ ընդունեին այս համացայնակիրը ինչպես Բուլղարիան։ Բայց դե չգիտեմ, կարող է եւ մեր թեմերը սպյուրքի մեջ գտնվող մեր թեմերը դակավին չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում այսօր։ Այսօր խոսում է հայ եկեղեցու բարեկարգման մասին։ Այսին բարեկարգում, եւ որ մենք ասում ենք, դա չի նշանակում միայն բարեկարգել հոգեվորականներ։ Այո, հոգեվորականները բարեկարգման գարիք ունին, անշուշտ եկեղեցին չէ որ պիտի բարեկարգվի, որովհետև Քրիստոսի եկեղեցին բարեկարգված է, որովհետև հիմնված է ճշմարտության սույների վրա, որ է Հիսուս Քրիստոս։ Բայց որ մենք խոսում ենք կանոնավորելու եւ բարեկարգելու, մենք ընդհանուր համագարկի մասին ենք խոսում, սիստեմի մասին ենք խոսում, որը պիտի ասեմ, որ վերջին 30 տարիներին ինքը ուղղակի նեխած է, բդած է։ Այսուհետ դա չի նշանակում, որ նրանից վերջին նախորդ 40 տարիները շատ ավելի լավ էին, ավելի վատ էին կամ վատ էին, բայց այսօր մենք հասանք վատագույն աստիճանի։ Այսինքն երբևիցե ես որպես հոգեվորական եւ բոլոր իմ հոգեվորական եղբայրներս, որոնց հետ ես շփվում եմ, չէինք պատկերացնում, որ մեր եկեղեցականների համագարկը այս աստիճանի կարող է բդած լինել։ Եվ մենք դրան ագարադես եղանք եւ ինչեր բացահայտվեցին եւ դակավին մենք սպասում ենք նոր անագնկալների, թեպետ ամեն անգամ ասում ենք, որ այսքանը արդեն էլ սրանից ավել մենք չենք կարող մեզ զարմացնել, բայց կարծեք թե ամեն մի բացահայտում մեզ ավելի է զարմացնում եւ ավելի է հիասթափեցնում։ Հիմա այս շրջանը, որը սկսեց արդեն նախաձեռնող մարմինը եւ ստորագրեցին այդ համացայնակիրը, մենք մտանք պաշտոնական փուլ։ Եվ այս պաշտոնական փուլը մտնելու էլ հետ դարձ չկա, այսինքն ոչ վարչապետի համար եւ ոչ էլ 10 եպիսկոպոսների համար։ Ինչպես ասեցի, միջեմա խոսքը օդի մեջ է, բայց այսօր խոսքը անցավ թուղթի։ Հայտարարության մեջ կար կետ Կտրիչ Ներսիսյանին հանգստի ուղարկելու մասին, ըստ ձեզ որքան ժամանակ կպահանջվի նրան հանգստի ուղարկելու։ Չէ, միայն հանգստի գոչելու մասին չէր։ Հերացնելու եւ կամ հանգստի գոչելու։ Այսինքն, եթե ինքը չընտարաչեց վարչապետի գոչին եւ չընտարաչեց,
եւ չի ընտարաչելու, ես վստահ եմ նրանից, մնում է միայն հերացները։ Այնպես որ ես կարծում եմ, որ շատ մերձ է քարունը։ Քարունը շատ մերձ է եւ հայ եկեղեցու փոխփոչները պիտի սկսեն ձլվել եւ մենք գդրիչից ի վերջո պիտի ցերպազատվենք։ Այսինքն ոչ թե մենք ցերպազատված ենք գդրիչից։ Հիմա օրինակի համար մեզ համար այստեղ Բուլղարիայի թեմի մեջ գդրիչը ոչ մի նշանակություն չունի։ Մենք այստեղ ոչ իր պատկեր ունենք, ոչ իր անուն ունենք, արդեն 10 տարիներ է ի վեր, բայց մայր աթորը ցերպազատվի գդրիչից այդ Սուրբ Գրիգորի Լուսավորչի կա, որը բռնազավթել է 26-27 տարիներ, դա ազատագրվի եւ հանձնվի հավատացյալ, բարգեշտ եւ աստվածավախ կահագալի, որը պիտի կարողանա եկեղեցին դանել այնտեղ, ուր որ պետք է գնա։ Երեք վարչապետը երթի մասնակցեց, իր առաջնորդությամբ տեղի ունեցավ երթ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մինչև կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Երթի ավարտին նա ելույթ ունեցավ եւ այսպիսի մի միտք հայտնեց, որ ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար, թույլ չենք տա։ Ես կխնդրեմ դուք ասեք ում նկատի ուներ վարչապետը։ Այսինքն ոմանք հստակ է սկսելով Գդրիչ Ներսիսյանից, որը ուղղակի մայրաթորը վերացած է քաղաքականության հենարանի, որտեղ ով որ պետության թեմ է կամ այլ խոսքով ով որ ներկա իշխանության թեմ է, գնում է եւ ապաստարան է գտնում այնտեղ եւ ընդերից մեկնարկում է իր քաղաքական հայացքը կամ իր քաղաքական ինտիմատրությունը ընդդեմ ներկա իշխանության։ Գիտես Լիլիթ ջան, մեկ-մեկ երբ որ ես խոսում եմ այս գեդի մասին, իսկապես ես ամոթ եմ զգում, որովհետև հայ եկեղեցին, որ պետք է լիներ միախմբողը ամբողջ իր հոդին, այսօր դարձած է միախմբողը ինտիմատիր ուժի, որը ուզում է դաբալել ներկա իշխանությունը եւ վտանգում է մեր ներկա պետականությունը։ Այսինքն դա Գդրիչի գլխավորությամբ եւ օրհնությամբ է լինում այս բոլորը։ Մենք դակավին հիշում ենք մի քանի ամիսներ առաջ էր դակավին, որ Պակրատ Գալստանյանը մեկնարկեց իր պետականության թեմ իր արշավը եւ ինքը այնտեղ հայտարարեց, որ ինքը Գդրիչ Ներսիսյանի օրհնությամբ է անում եւ ինքը բազմիցս ասեց, որ առանց իմ հայրիկի օրհնության վեհապար հայրապետի ես այսպիսի քայլ չէի անելու։ Այսինքն չգիտեմ ինչի են մենք դակավին դադամսում կամ դակավին գասկածում, որ այս մարդը ուղղակի հայկական պետականության թեմ է։ Այս մարդիկ ուզում են պետականությունը թույլատրել եւ դրկացնել։ Ես համարձակ եմ ասել, որ ուզում են դրկացնել, որովհետեւ երբ որ այսօր մենք ունենք իշխանությունը, որը բարի իսկական իմաստով կոնե ինչ որ մեզ ծանոթ է քրիստոնյա պետություն է, մենք ունենք քրիստոնյա վարչապետ, որը եզակի վարչապետներից է, որը կարողանում է կամ ցանկություն է ունենում եկեղեցում բادرակի մասնակցել ամեն գիրակի, համարձակություն ունի փեմերից արտասանել Դեր Հիսուս Քրիստոս իմ բրգիչն է եւ իմ դերն է, այնինչ որ շատ հոգեվորականներ չեն արել եւ չեն անելու, որովհետեւ իրենք չեն հավատում։ Այսինքն մենք այսօր ունենք քրիստոնեական պետականություն։ Մենք ունենք մի վարչապետ, որը նախանցախնդիր է ոչ միայն պետականության ամրացմանը, ոչ միայն պետականության հաստատմանը, այլև բծախնդիր է նաեւ հայ եկեղեցու բարեկարգման եւ հաստատմանը եւ հայ եկեղեցին դանելու դեպի մեկնագետը, որ է Քրիստոսի առաքյալների հաստատած եկեղեցին եւ այդ սույների վրա կառուցել այդ եկեղեցին։ Եվ այդքան իմանալով հանդերձ, այսինքն եւ որ ինքը դակավին շարունակում է իր հագարագությունը եւ իր ինտիմությունը ներկա իշխանության, դա միայն մեկ նպատակ ունենա եւ այդ նպատակն է այս պետականության քանդումը։ Եվ իրենք գիտեք հիմա նմանում են մի հավի, որը երբ մորտում ես հավը, ինքը սկսում է թևերը թեփ տալ, որովհետև հոգին պիտի դա եւ այնպես որ փորձում է իր շուրջը գերդոդել, այսօր այդ օրն է եւ մենք դա ասում ենք Գդրիչը եւ իր համագիրները նախկինում դարբեր քաղաքականություն էին վարում, բայց եթե նայեք օրինակի համար վերջին օրերին
օրինակ այդ նոր դարվա գիշեր, նուրօրհնեք եւ այլն, դուք երբևիցե տեսել եք, որ գդրիչը որպես ամենայն հայոց հայրաբեդ մարդկանց հետ շփվի։ Մենք տեսանք, որ երեխայի նման ինքը ուրախացած նռները առնում է, նուրը դալիս է երեխաներին, հայրականություն է ցևանում, հայրիթեր է խաղում եւ այլն, եւ մանավանդ վերջին բադարակին, ծննդյան բադարակին մենք այլ բան տեսանք, նաեւ տեսանք գդրիչը ձունգի եկած հաղորդություն է դալիս բոլոր ժողովրդին։ Դա կյանքում եղած չէ, այսինքն մինչև մայր որ ինքը բադարակ էր անում, բավարարվում էր միայն այդ հաղորդությունը դալ Սերջին եւ Սերջի հետ եկող մի քանի անձանց եւ հետո վարակույրը փակվում էր, ինքը այդքան խոնարհություն չուներ, որ նույնիսկ ժողովրդին հաղորդություն դա։ Իրա համար, իրենց համար ասեմ, որ ժողովուրդը ոչինչ է, ոչ մեկ արժեք ունի։ Այսօր մենք տեսանք, որ վարչապետի այս շարժումը նույնիսկ փոխեց գդրիչը, փոխեց գդրիչի համագիրները եւ իրենք սկսեցին մի տեր խաղալ, որը իրենց տերը չէ, սկսեցին կոպիա անել վարչապետից եւ կոպիա անել հիմակվա մեր եպիսկոպոսներից, որովհետեւ խաղան այդ խոնարհի տերը, ազնիվի տերը, ամեղ կառնուկի տերը, բայց չի ստացվելու։ Բանը բանից անցավ, այլևս դուք չեք կարողանալու։ Մենք ձեզ թույլ չենք տալու, ձեզ երկրորդ հնարավորություն չենք տալու, որովհետեւ դուք 30 տարի ապացուցեցիք, որ դուք միայն կարող եք կանտել այս եկեղեցին։ Ուրիշ հնարավորություն դուք չունեք։ Դուք նրա համար եկած եք եւ այդ ձեր միսիայի մեջ դուք հաջողվեցիք որոշ չափով, գոնե կարամ ասել 80%-ով դուք հաջողվեցիք կայքայել հայոց եկեղեցու սույները։ Թողեք այս 20%-ը, որ մնացած է, եւ մենք այս 20%-ով մեր եպիսկոպոսների օգնությամբ, մեր վարչապետի աջակցությամբ կարողանանք վերակենդանացնել հայ արաքելական սուրբ եկեղեցի։ Տեր Արմեն, նայեք, այն եպիսկոպոսները, որոնք միացել են վարչապետին եւ այդ բարենորոգման ծրագիրը ուզում են իրականացնել, նրանք ծանրակշիռ մարդիկ են եւ ըստ էության կարելի ասել Կտրիչ Ներսիսյանի հիմքերը թուլացած են, հա, ո՞րն է նրա հույսը։ Առանց եպիսկոպոսների ով է նա եւ արդյոք դրսից կա նրան աջակցություն, որ նա դեռ չի պատրաստվում հեռանալ։ Նայեցեք, հիմա նայեցեք վերջին բադարակին, որ դեղի ունեցավ մայր ատորի մեջ, դուք շատ բան կհասկանաք։ Օրինակի համար, եւ որ Գաթողիկոսը կամ Գդրիչը այս բարակային բերում են մայր ատորից, որովհետեւ բերեն դեպի մայր դաջար, այնտեղ մի հատ մեծ ամբ հովանի կա, որը ընդհանրապես 4 եպիսկոպոս է շալգում այդ ամբ հովանին, որովհետեւ Գաթողիկոսը այդ ամբ հովանի դագով կա դեպի մայր դաջար։ Մենք այս անգամ տեսանք, որովհետեւ եպիսկոպոս չկա, որովհետեւ այդ ամբ հովանին դակ քայլի իր հետ։ Տեսանք հոգևորականներ չկան այդ ամբ հովանի շալգողը։ Այնտեղ կային միայն 4 աշխարհականներ, որոնք Մգրդիչ եպիսկոպոսի ընկերներն էին, որոնք եկան այդ ամբ հովանին բռնելու։ Այսինքն մայր ատորը արդեն թադարգ էր, հոգևորից թադարգ էր, բայց նաև թադարգվեց հոգևորականներից, որովհետև այսօր նույնիսկ այս մնացած եպիսկոպոսները իրենք ամոթ են զգում, որ գնան եւ Գդրիչի գողքով քայլեն կամ այդ ամբ հովանին բռնեն իր գլխի վրա եւ մտցնեն մայր դաջար։ Այսինքն այս 10 եպիսկոպոսները խորքի մեջ իր ողնաշարը չարդեցին։ Ինքը ինչքան էլ ուզում է, թող ասի, որ ես կանեմ եւ ես սպառնան եւ այլն, բայց ինքը ոչ մի բան չի կարող անել։ Այսօր 10 եպիսկոպոսի դպչելը կամ գարկալուց անելը սա իրան խայդարակ գանի ամբողջ քրիստոնյա աշխարհի մեջ եւ քրիստոնյա եկեղեցիների հոգեվորականած դասի մեջ։ Խոսքը մեկ եպիսկոպոսի մասին չէ։ Այսօր սա կարող ենք ասել, որ սա եպիսկոպոսների մի բանակ է, որը անչադվեց Իրանից, մերժեց զինք եւ անցավ եկեղեցու բարեկարգման ծրագրին։ Եվ չմոռանաք, հավանաբար ձեր ունկնդիրները եւ դուք չգիտեք, որ այս 10 եպիսկոպոսները ես ասել եմ ձեզ, որ իրավունք ունեն նույնիսկ Գաթողիկոս օձելու, նոր Գաթողիկոս օձելու։ Էլ չասեմ, որ իրենք հնարավորություն ունեն նոր եպիսկոպոսներ ցերնատրելու, նոր հոգևորականներ ցերնատրելու եւ իրենց բանակը դառնա այնպիսի բանակ, որուն արժեվ Գդրիչ Ներսիսյանը
այլևս անզոր կլինի որևէ մի բան անելով, բայց ես զարմանում եմ ինչու մեր հոգևորականները, այս 10 եպիսկոպոսները քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի հագահարված հասցնեն Գդրիչ Ներսիսյանին։ Օրինակի համար վերջերս, որ ես մայր հայրենիքում էի, այնտեղ հանդիպեցի մեր եպիսկոպոսների հետ եւ իրանց ասեցի դուք պետք է հագահարված դա Գդրիչ Ներսիսյանին, որպեսզի ինքը իմանա, որ դուք այլևս իրան չեք տեսնում, իրան հաշվելու չեք, բայց չգիտեմ հավանաբար մեր եպիսկոպոսները խոնարհութեն հետ դրտված, ազնվութեն հետ դրտված չեն ուզում այս քայլերի գնալ հիմա գույմա, բայց կարծում եմ շուտով այնպիսի քայլեր պիտի անեն, որ Գդրիչը պիտի աղաղագի ակնորի նման մայր աթորից։ Այս տարի Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, ըստ ձեզ որքանով քաղաքական գործընթացները կազդեն այս գործընթացի վրա եւ եկեղեցին արդյոք կներգրավվի քաղաքական գործընթացների մեջ, թե կխուսափեն այդուհանդերձ։ Հիմա հայեցեք, իմ գարձիկով եկեղեցին չի հասել եկեղեցի ասելով Գդրիչի եւ իր բենդան։ Իրենք չեն հասցնելու, որ ինչ որ մի աստեցություն ունենան կամ մի աշխատանք կատարեն, որովհետեւ քաղաքականության մեջ ինչ որ ծանրագշիր թեր ունենան ընտրությունների մեջ եւ այլն բոլոր բարակաների ներկա իշխանությունները հաղթած են եւ հաղթելու են։ Եվ ես կգարձեմ, որ մինչև այն ժամանակ չի քաշքշվելու հարցը, ես կարծում եմ, որ առավելագույն մինչև ամսի 15-ը պետք է այս հարցը լուծված լինի եւ Գդրիչը պետք է մայր աթորից հեռանա եւ վերջ։ Այլ հնարավորություն ինքը այլևս չունի։ Շնորհակալություն։ Խնդրեմ, շնորհակալություն ցես։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Բուլղարիայի Վարնա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVKM-ի YouTube-յան ալիքին։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։